Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Ազատարար բլոգն է, շնորհակալություն աջակցության համար, խնդրում եմ շարունակել աջակցել մեր ալիքին, դրա ձևերը պարզ են, բաժանորդագրվել, լայք դնել եւ կիսվել այլ հարթակներում, որտեղ հարմար եք գտնում, եթե գտնում եք, որ բովանդակությունը արժանի է նման վերաբերմունքի եւ աջակցության։ Կանխավ շնորհակալ եմ, ինչպես եւ շնորհակալ եմ արդեն իրականացված աջակցության համար։ Եվ այսպես բնականաբար ամենաակտուալ խնդիրը, որ հիմա քննարկվում է, դա Գյումրիում ինչ է կատարվում եւ այլն, ինչպես ստացվեց, որ այնպես ստացվեց, տարբեր ձայներ են լսվում, ուրեմն քալիստերին լսես ամբողջ աշխարհը իրենց պարտք է, իրենք որևէ մեկին ոչինչ պարտ չեն, այդ թվում նաև օրինակ լավ կառավարել, հա, որակյալ կառավարում ապահովել Հայաստանում պարտավոր չեն ապահովել մեր անվտանգությունը, մեր արտաքին քաղաքական ճիշտ վեկտորը, այդ իրենք ոչ մի պարտավորություն չունեն, իրենք պարզապես պետք է նստած իրենց բաները փակեն, բազմաթիվ հիպոթեքները փակեն եւ բոնուսներ ստանան, դա լավագույն դեպքում, իսկ մենք բոլորս իրենց պարտք ենք, որովհետեւ եթե իրենք չլինեն, ապա գալու են գայլերը եւ մեզ ուտելու են։ Ըստ որում բնականաբար, երբ որ 100 անգամ դա ասում ես, էֆեկտիվությունը կորում է եւ հիմա ցուցադրաբար կարելի է ասել, սա դեմոնստրատիվ ակցիա էր, ցույց տալու, որ գայլերը եկան, նայեք Վարդան Ղուկասյանի նման մարդիկ են գալու, որպեսզի մենք էլ ավելի վախենանք եւ հանկարծ մեր մտքով չանցնի, որ այդ քաղաքական ուժը պետք է լքի իշխանությունը։ Նախ այն ուժի մասին, որը Գյումրիում չի հաղթել, շատ ձայն է ստացել հարաբերական, շատ ձայն է ստացել, Հայաստանի կոմունիստական կուսակցության տեխնացու Վարդան Ղուկասյանի, ուրեմն միանգամից ասեմ, որ որևէ կոմունիստական այսպես աղերս այնտեղ չկա, ես որպես մոլի ջերմերանտ հակակոմունիստ ձեզ ասեմ, որ Վարդան Ղուկասյան երևույթը շատ ավելի բարդ է եւ շատ ավելի ուրույն է, քան Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որը ծերուկների շփման ակումբ է, social club է, Հայաստանում այդպեսի կուլտուրա չկա, Հայաստանում զրուցարաններն են, բեսեդկաներն են այդ ակումբը որպես կանոն, բայց սա մեծ մի հատ բեսեդկա է, որտեղ տարիքով մարդիկ հավաքվել են եւ հիշում են, թե ինչ լավ էր, երբ որ իրենք ջահել էին, կանայք ջահել էին, իրենց շրջապատող գեղեցիկ էին, արևը վառ էր, երկինքը կապույտ էր եւ այլն։ Դա նորմալ է, այդ մարդիկ դրա իրավունքը ունեն, հիմնականում դրանք վաստակաշատ մարդիկ են, որոնք աշխատել են, ընտանիք են կազմել, երեխա են մեծացրել, հիմա արդեն թորներով են զբաղվում, Աստված իրենց հետ, ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ կարիք չկա մեր հակակոմունիստական այսպես բաները, զգացումները տարածել իրենց վրա, Աստված հեռու պահի, բայց Վարդան Ղուկասյանը այլ երևույթ է։ Վարդան Ղուկասյանը պարզապես օգտվել է իրենց կնիքից։ Ցավոք այն բացարձակ կուսակցականացումը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, որ միայն ցուցակներով ես գնում, բերեց նրան, որ Հայաստանում անթիվ անհամար գրանցված կուսակցությունները, այն մասը, որը քաղաքականությունից իրականում դուրս է եւ իրականում կուսակցություն էլ չի, այնտեղ կան տարբերակներ, որ դրանց համեմատ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը դա բան է, օրինակելի է կուսակցություն է։ Դրանք ընդհանրապես կուսակցություններ չեն, դրանք կնիքներ են, այդ կնիքները գնում են արդեն ձեռքերով, վարձով են տրվում, վաճառվում են եւ այլն։ Եվ այդ հանգամանքներում Վարդան Ղուկասյանը օգտվել է այդ կնիքից։ Բնականաբար որևէ աղերս ինքը չունի այդ կուսակցության գաղափարախոսության հետ, ընդհանրապես որևէ գաղափարախոսության հետ։ Սա մեկ։ Երկրորդը ինքը շատ ավելի տոքսիկ երևույթ է, որովհետև այն կառավարման մոդելը, այն բիզնեսի մոդելը եւ այն արժեհամակարգի մոդելը, որ ներկայացնում է պարոն Ղուկասյանը, ինքը շատ ավելի ակտուալ է,
քան վերադարձ դեպի սովետական անցյալ, որը պարզապես միֆոլոգիա է եւ շատ ավելի վտանգավոր է։ Այնպես որ պետք չի բանանել կոմունիզմով քննադատել Վարդան Ղուկասյանին, պետք է խոսել Վարդան Ղուկասյանից, այդ երևույթից, իր թիմից, իր կլանից, թե դա ինչի կարող է բերել։ Շատ վատ բան է իհարկե, որ 1/4-ը իրեն է ձայն տվել, բայց դա իրենց ձայնն է։ Եվ մենք հիմա քննենք, թե ինչ հանգամանքներում է դա արվել, ինչ հանգամանքներում է դա արվել, որովհետև հիմա բաներ են մի քիչ այսպես ձվագլուխ, բան գիտնական բան կա, չէ, քարորզային ինչ որ տեքստեր են տարածվում, որ այ գյումրեցիներ, այ մոխիր ձեր գլխին, բան եւ այլն, հարց կծակի ցանկացած գյումրեցի մոտ, այդ թվում նրանց մոտ նաեւ որոնք չեն տվել ձայն Վարդան Ղուկասյանին, տվել են այլ տեխնացուների, ներառյալ Սարիկին, բոլորին, թե բա դուք ուր էիք, երբ որ քաղաքը այն վիճակում էր, երբ ինչ որ է, երբ երկրաշարժից հետո ի խայտարակություն մեզ 30 տարուց ավել է անցել, քաղաքը չի վերականգնվել մեծ առումով, ոչ հոգեբանորեն, ոչ այլ իմաստներով։ Դուք ուր էիք, երբ որ աշխատատեղեր չկար եւ ամբողջ բնակչությունը կարող մասը, զգալի մասը դուրս էր գալիս Գյումրից, դե հələ լավագույն դեպքում Երևան էր գալիս։ Գնացեք ռուսական քաղաքները նայեք, ինչ է կատարվում, հա։ Այսպես համայնքների մեջ միկրո համայնքներ կան գյումրեցիներից։ Իմ աչքով տեսածն եմ ասում, թե դա լավ կյանքից էր ինչ է։ Եվ այդ ամեն ինչը թողած հիմա ասել թե ինչու ձայն տվեցիք սրան, դա այդպես է, ընտրություններ են լինում, մարդիկ ձայն են տալիս։ Հիմա կարող ասել ինչպես Գյումրիին նման քաղաքում 20 քանի տոկոսը ձայնը տվեց Վարդան Ղուկասյանին։ Ամերիկան աշխարհի ամենահզոր երկիրն է, արևմտյան աշխարհի բաստիոնը, հա, առաջնագծային ամենակարևոր առանցքային երկիրն է, չէ՞։ Բայց այնտեղ կա ինչ-որ մի հատ ընտրատեղամաս, որտեղ 400-ից 500,000 ընտրող կա, պատկերացրեք, այսինքն շատ ավելի քան Գյումրիում, 4 անգամ շատ, եւ այնտեղ մի հատ կերպար Marjorie Green անունով Marjorie Taylor Greene, եթե չեմ սխալվում անունով, MGT-ն, այո, հա, այդպեսի հայտնի հիմա կին պատգամով կոնգրեսական կա, սկզբից պրայմերիզում բոլոր իր հնարավոր հանրապետական կուսակցության տեխնացուներին ճնշում է, այդ թվում նաև կրթված եւ այլն, չգիտեմ, բաներով, հա, պատրաստված։ Հետո էլ ընտրություններում իր դեմոկրատ հակառակորդին դեդնին է հավասարացնում եւ, չգիտեմ, շատ մեծ տարբերությամբ դառնում է կոնգրեսական, գաղափարական աշխարհայացքային եւ արժեհամակարգային առումով Վարդան Ղուկասյանի որողբոր աղջիկը, պատկերացրեք Ամերիկայում, բայց նույն ամերիկացիներն են ձայն տալիս, իդեալական ընտրող չկա ոչ միտեղ, ամենտեղ մարդիկ են, որոնք ունեն ինչ-որ պարզ պատկերացումներ, թե ինչն է լավը, ինչը վատը, եւ լինում են այդպիսի դեպքեր, եւ ինչ-որ մի տարածքում այդպիսի մարդիկ համեմատաբար շատ են։ Եվ դա ունի սոցիալական պատճառներ, մշակութային, պատմական, էթնիկ կարող է ունենալ, իհարկե ոչ Հայաստանում, մենք բոլորս հայք, եւ այլն, կարող է պատճառներ ունենալ։ Ու այստեղ մատ թափտալ եւ այլն չի կարելի։ Ընդհանրապես այդ երևանյան սնոբիզմը արեք վերջ տանք։ Վերջ տանք։ Երևանցի լինելը դա ոչ թե բան է, պրիվիլեգիա է, հա, առանձնաշնորհ է։ Երևանցի լինելը դա պարտավորություն է, որովհետև եկեք ճիշտ ասենք, մենք ամենալավն ենք ապրում բոլոր առումներով, ենթակառուցվածքների, եկամուտների, հնարավորությունների, մեր սկսած երեխայի պոլիկլինիկան, մանկապարտեզը, չգիտեմ, դպրոցը, բոլոր տրանսպորտը, ինչ կար բողոքում մենք ամենալավ վիճակում ենք այս երկրում, դա նշանակում է որպես մայրաքաղաք, մենք պարտավոր ենք մնացածին ինչ որ կերպ դա կոմպենսացնել, բերել, հավասարեցնել, ոչ թե վերևից նստած, այդպես բանը 35 տարվա մեջ մի երևանցի ծնունդով նախագահ չեղավ Հայաստանում։ Դրա փոխարեն խփում ենք ամբողջ օրը բանին, թե բա ես երևանցի, եւ այլն, կարևոր չի որ սերունդ։ Ես Սարաչի սերունդ Երևան, ես Երևանում եմ ծնվել, բայց իմ ծնողները ոչ Երևանում չեն ծնվել։ Պապերս, տատերս բանի
Նիկոլ Փաշինյանի կողմից ատելի Արևմտյան Հայաստանում են ծնվել եւ այլն, ինչքան հետ եմ գնում։ Եվ ուրեմն եկեք հասկանանք երևույթը, հետո նոր այսպես տոնայնությամբ քննադատենք։ Նախ թվարկում եմ ԿՊ-ն ուզում է հայ ժողովրդին մտցնել անկյուն, մտցնել պարզապես անկյուն, որտեղ իրենց չընտրելը կամ իրենց քաղաքականության հետ չհամաձայնվելը դառնա անհնար։ Դրա համար իրենք մեզ մտցնում են նախքին ներկա այդ բանի մեջ, ըստ որում քոչարյանական թևը շատ ավելի ձեռնտու է, քան սերժականը, որտեղ սերժականները մի քիչ ավելի բան են, պակաս վախենալու են, պակաս, հա, այդպես բացասական էմոցիաներ են առաջացնում բնակության մեծ մասի մոտ, մտցնել է քոչարյանական անկյուն, ասել կամ ու եթե չընտրեք այս է լինելու։ Սա մեկ։ Ու բոլոր նրանք, որ մասնակցել են այդ գործընթացներին, մասնակցում են քաղաքական, իրենք պատասխանատու են այս ընտրությունների համար նաև։ Երկրորդը, հեղափոխությունը կլիներ հեղափոխություն, եթե լինեին լուրջ քաղաքական, տնտեսական եւ այսպես ասեմ, սոցիալական հարաբերությունների փոփոխություններ։ Ինչ է փոխվել։ Օլիգարխիան էլ է, օլիգարխիա իրենց ահռելի գումարները աշխատում են, առավելագույնը եթե պակասել է ինչ-որ երկու մաս գլխից, որ մեկ է Բարսավիրը պետք է, ասենք, ուրբաթորը կտրեր, իրենց համար տնգոզավորում են, միլիարդներ աշխատում են, խնդիր չունեն։ Իրենց լծակները դատարանների, ոստիկանության եւ այլ մարմինների վրա գրեթե բացահայտ կերպով պահպանել են։ Սա մեկ։ Երկրորդը, մարդիկ, ովքեր պատասխանատու են եղել հանցագործությունների համար։ Ես չեմ ասում քաղաքական գիծը։ Հանցագործությունների համար, կոնկրետ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով։ Ընդհանուր մինչև ամենածանր սարսափելի հանցագործությունները, քանի հոգին է պատժվել։ Որ մի բարեփոխումը ԿՊ-ի անցկացված, տեսեք, ես հատուկ Արցախյան թեման բանի մոտ չեմ քննարկում, դա հետո, որ չասեմ, որ միանգամից բանը հաղթաթղթից ես գալիս, հա, կամ ժողովրդի ասած ռոզի տուզից ես գալիս։ Չէ, ես վերցնեմ ներքին քաղաքականությունը, մեր երկիրը։ Բնականաբար, որ պետք է Ա. հները շատ ուժեղ մնացին, Բ. ԿՊ-ն կորցնում է իր ժողովրդականությունը։ Շատ նորմալ process։ Բայց ես արդեն համոզվում եմ, որ այդ հների ուժեղ մնալը դա ոչ միայն իրենց ԿՊ-ի անճարակության արդյունքն է, դա գիտակցված արդյունք է, որպեսզի մեզ անկյան մեջ մտցնեն ու ասեն կամ։ Հա? Ես չեմ սիրում, գիտեք, իմ բառապաշարը բան անել, բայց սա ախր ուրիշ ձև չես ասի։ Հա? Կղանքի երանգների մեջ ընտրություն պետք է լինի, ոչ թե քաղաքական ուժերի մեջ, ոչ թե թիմերի, ոչ թե ծրագրերի, ոչ թե տեսլականի։ Սա իրենց ձեռնտու, որովհետև այդտեղ իրենք հնարավոր է վերարտադրվեն այլ հանգամանքներում։ Ուրեմն սա երկրորդը, որ սա գիտակցված է, որ իրենք մնացել են։ Երրորդը, սոցիալ-տնտեսական իրավիճակը, մարդկանց աշխատանք ունենալը, նորմալ վարձատրվելը, աշխատանքային իրավունքների պահպանությունը, ինչ-որ զարգացման ծրագրեր եւ այլն, քանի տոկոսով են իրականացվել։ Հաջորդը, մարդիկ պետք է, ես միշտ դրա կողմն եմ եղել եւ ինձ դրա համար քննադատել են։ Մի խումբ մարդկանց համար Եվրոպան դա արժե համակարգ է եւ այլն, հասկանալի է, բայց հիմնական մարդկանց մեծ մասի համար դա առաջին հերթին իրենց կյանքում ինչ դրական փոփոխություն կլինի, կոնկրետ
ճանապարհները ավելի լավ կլինեն, տրանսպորտը ավելի լավ կաշխատի, կրթությունը ավելի հասանելի կլինի եւ որակյալ իրենց երեխաների համար, առողջապահությունը, ծրագրեր կլինեն, մանր եւ միջին բիզնեսը կզարգանա։ Եվ սեպայի տապալումը, որ եղավ էս իշխանության օրոք, շատ մեծ չափով կարող է նաեւ ազդել մարդկանց հիասթափության բերել, որ տեսեք, բա Եվրոպա ենք ուզում, բա ինչ Մի տրանսպորտի ռեֆորմ իբրե կապկել են սեպայից, այնպես վատ են անում, այնպեսի խնդիրներով են անում, որ դարձել է քաղաքացիական պատերազմի թեմա արդեն։ Սա է հատուկ ոնց որ ուզեն վարկաբեկեն այդ բարեփոխումները եւ ճանապարհը։ Սա միայն ներքին քաղաքականությունից է խոսում։ Ընտրությունների որակը։ Հա, իրենց ասելով, իրենք երբ որ քվեաթերթիկները հանում են տուփից չեն կեղծում, լավ հաշվում են։ Ամեն դեպս ասում են։ Լավ ասեք, ընդունեցի, որ այդպես է, լավ։ Բա միջև ընտրությունները։ Ինչեր է կատարում միջև ընտրությունները։ Եվ իրենց կողմից նույն ախր 100 անգամ տեսել ենք, գիտենք, ես վստահված անձ եմ եղել, դիտորդ եմ եղել, գիտեմ ախր ինչ եմ ասում, վստահված անձ չեմ եղել, դիտորդ եմ եղել, այսպես ասենք, որոշակի թիմերին օգնել եմ ընտրություններում, պետք է եղել։ Գտել եմ, որ դա ճիշտ է, այսպես ասենք։ Գիտեմ, չէ, այդ ռեսուրսներ գիտենք վարչական, ոստիկանական, ԱԱԾ-ական, գողական եւ այլն, բոլոր այդ ռեսուրսները գիտենք։ Մեր աչքով տեսել ենք։ Ինչ է հիմա չեն օգտագործում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունում։ Այն է ոնց են օգտագործում։ Որքան ունեն, այնքան օգտագործում են, ավելի հնարություն ունեն այդ կանեն։ Այլ մյուսները այդ բաները, նախկիններն էլ դա իրանց տարերքն է, ոնց որ ձուկը ջրում են։ Ձուկը ջրով իրենք էլ են օգտագործում բնականաբար։ Ու ինչ, սա ընտրություններ են, սա քաղաքական համակարգ է։ Ու դրանում էլ են գյումրեցիները մեղավոր։ Դրանում էլ հասարակ լավ աշխատավոր մարդիկ մեղավոր։ Ծայրը ծայրին հասցնող։ Անսվա սկզբից ամսվա վերջ։ Շատ հետաքրքիր մոտեցում է։ Մնացնենք արտաքին քաղաքականությանը դեռ չեմ անցնում, քարոզին որ արվում է։ Բառացիորեն վարչապետով, չգիտեմ, իր ընտանիքի անդամներով, թաշակուստով եւ այլն եկի ասում են դուք հայրդ վատ ազգ եք, սխալ ազգ եք, ձեզ մորթել են, որովհետեւ դուք վատն եք։ Դրա համար մենք պետք է լինենք լավը, մենք պետք է լինենք այնպեսին, որ թուրքը մեզ նայի ու մորթել չուզի։ Ռուսը մեզ նայի ու բռնաճնշել ու զավթել ու նվաստացնել չուզի։ Հա։ Կա այդպեսի ձև։ Լինել ուժեղ, կարող եւ լավ կամպանիայի մեջ։ Բայց ձեր ասած ճանապարհը ինքնաձախկման, դենացիֆիկացիայի Հայաստանի։ Դա ընդամենը օկուպանտների եւ Հայաստանի թշնամական երկրների կողմից պարտադրված ծրագիր է։ Դուք հանդես եք գալիս որպես իրենց գործակալները։ Մարդիկ նվաստացած են իրենց։ Որտեվ հայ մարդու համար, բացի անձնական արժանապատվությունից, ընտանեկան արժանապատվությունից, բակում արժանապատվությունից, շատ կարևոր է իր ազգային արժանապատվությունը։ Չի կարելի ամեն օր նրա վրա ոտնձգել։ Չի կարելի դասագրքերից սկսած վերի քարոզից վերցրած։ Բնականաբար, որ մարդիկ ասում են սրանց չենք ուզում, որտեղ լիներ այլընտրանքին գուցե կտային, բայց գոնե նախկինում այս աստիճան չի եղել։ Նախկինում ուրիշ բան են կիրառել մեթոդոլոգիա։ Փշի են արել, ասել են հայերը ամենամեծ, ամենահին ազգը ու թալանել են։ Ուրեմն կան մարդիկ եւ հոգեբանորեն դա պետք է հասկանալ, որ նույնիսկ համաձայն են թալանված լինեն, բայց վիրավորված, նվաստացած չլինեն այդ աստիճան։ Իրենց ազգային արժանապատվության մեջ։ Սա եւս մի գործոն։ Եվ անցնենք արտաքին քաղաքականության։ Դա ինչ է կանում։ Դուք ոչ միայն ամեն ինչ զիջում եք, որ այսօր ձեր վրա չհարցակվեն մեր վրա, որ այսօր այնա որ վերարտադրվեք, բայց դա էլ հələ ոչինչ։ Դուք ամեն ինչ անում եք, որ վաղը 5 տարուց, 10 տարուց, 20 տարուց, 100 տարուց Հայաստանի Հանրապետությունում չլինի սերունդ եւ ղեկավար,
որը գոնե ինչպես ընդունված է ասել ծնկից հանի ժողովրդին մի քիչ ավելի ազգային արժանապատվության եւ այլն թեմաներին փորձել գնալ։ Այդպես իման բոլշևիկները սկզբից արեցին մի քանի ամիս ընդամենը, հետո միասնիկյան բերեցին, որտեղ հասկացան, որ հայ ժողովրդի համար ազգային պրեստիժը շատ կարևոր է, չի կարելի թքել մարդկանց վրա եւ չի կարելի ասել, որ ձեր կյանքը անհույս է։ Հույս չկա, դուք հիմա եք թուրքի տակ լինելու, 10 տարի հետո եք լինելու, 50 տարի հետո եք լինելու, 300 այդպես Ալիևը կարող է մտածել։ Բայց ինչու եք դուք Ալիևի նման մտածում, կամ Էրդողանի նման մտածում, կամ Պուտինի նման մտածում։ Սա նույնպես ձեզ չեն ներում։ Սա գործոններ։ Հաջորդ գործոն, օբյեկտիվ։ Արդեն ես կուսակցական համակարգում պետք է լինի 2-3, միշտ ասել եմ։ Գուգենը Սիմոնյան մի անգամ զրուցում ենք, ոնց որ ասեց 4։ Հնարավոր է 4։ 2-3 կարող կուսակցություն։ Ինչա կարող կուսակցությունը։ Դա կուսակցություն է, որ եթե ընտրություններ լինեն համապետական, կարող է իր վրա ստանձնել վարչապետի պաշտոնը եւ կառավարության կազմումը։ Պարտադիր չի, որ ամբողջ կառավարությունը իրենցից լինի։ Բայց հիմնական պատասխան դրա համար պետք են կադրեր, հնարավորություններ, ժողովրդականություն, փորձառություն, հազար մի հարցեր կան։ Մենք 2-3 կուսակցություն մինչև այդպեսի չունենանք առողջ, որ իրենք իրար հետ մրցակցեն, մենք երբեք նորմալ քաղաքական կարգ չենք ունենա։ Բայց այլ խնդիր է, որ ԿՊ-ի համար դա մահ է, սերժականների համար դա քաղաքական մահ է, Քոչարյանի համար դա քաղաքական մահ է։ Իրենք ամեն ինչ անելու են, որ դա չլինի։ Եվ շատ կարևոր է, որ բանավեճը պետք է բախումային չլինի, այլ մրցակցային։ Չպետք է ասեն կտակ ինձ, եթե ինձ չտակ, Ալիևը կմտնի Երևանը կգրավի։ Ես ասում եմ ինչ որ լինելու է։ Ֆիքսեք ես թողարկումը խոսքեր ես։ Ալիևն էլ այնտեղից ասում է, այո, մտնում եմ Երևանը գրավելու եմ։ Դա չպետք է լինի փաստարկ։ Կամ մենք, կամ ապոկալիպսիս, կամ մենք, կամ անկում։ Ոչ, պետք է քաղաքական ծրագրեր իրար քննադատելով եւ այլն սեփական առաջարկելով, լավագույն թիմը, լավագույն ծրագիրը, լավագույն պատկերացումը, լավագույն լիդերները ամենահանդության կողմից համակրելի։ Դրանում պետք է լինի։ Սա ավելի պետք է պատերազմի չնմանվի, սա պետք է նմանվի սպորտային բանի, ինչ որ մրցույթի նորմալ բաների, ես չեմ ասում են սպորտաձևերի, որտեղ մարդիկ իրար ֆուտբոլ ասենք, չգիտեմ, բասկետբոլ, վոլեյբոլ, այդ իմաստով։ Սա պետք է լինի առողջ թիմերի մրցակցություն որոշակի կանոններով։ Ու կա Հայաստանում շահագրգռված կողմ, որպեսզի դա լինի, այնտեղ իրենցից, ոչ մեկը շահագրգռված չի։ Ոչ մեկը շահագրգռված չի։ Որտեղ դա նշանակում է, որ իրենք պետք է հավաքեն փասափուսակը եւ քաղաքականությունից գնան։ Մյուս փաստարկը, որ ինչու է այսպես կատարվում, ինչ որ կատարվում է։ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ է, որ 18 թվականին եկել է որոշակի պարտավորություններ իր վրա վերցրած, թե ումից է վերցրել բան, դրա մասին հետո շատ կխոսենք։ Եվ 22 թվականից հետո եւս ահռելի մեծ բեռ իր վրա վերցած պարտավորությունների։ Ինքը չի կարող իրեն թույլ տալ եւ այն ուժերը ներքին եւ արտաքին, որոնց հանդեպ ինքը պարտավորություններ է վերցրել, որպեսի երկրում այլ թիմ գա իշխանության, որովհետեւ այդ պարտավորությունները, ինչպես հիմա ռուսները ընկե Էրդողանի ոտերն են պատճում, բան որ չգնա, մի ամիս առաջ իրար տալիս էին, որովհետեւ Էրդողանը այնքան բաներ ունեն Էրդողանի հետ հարցեր ունեն, որ եթե Էրդողանը գնա, գա մնացած այլ թուրք, որ իմ համար մեծ տարբերություն չի ձեր համար, իրենց համար ահռելի տարբերություն է, որովհետև ումից ստանան։ Բայց դրա համար է նաև, որ Հայաստանում քաղաքական համակարգը չի ձևավորվում։
որովհետև այն չպետք է թողնել ընտրողի քմահաճույքին, որպեսզի այն ինչը սպասում են, այդ շրջանակները իրենք կարողանան ստանալ։ Լսեք, ինչքան պատճառներ ասեցի, որ Հայաստանում ընտրական համակարգը խեղված։ Ընտրողները քվեարկել են, ինչպես քվեարկել են։ Եվ ավելին ասեմ, ես չեմ վերցնում այն ուժերին, որոնք չեն անցել։ Իհարկե, լավ կլիներ Եվրադաշինքը անցներ, դա ակնհայտ է։ Որտեղ տարբերությունը մի քանի 100 ձայն է։ Ես չեմ ուզում իրենց սխալների բաների մասին խոսել, չեմ ուզում իրենց քննադատել, սխալ եմ համարում։ Եթե նկատել եք, չեմ քննադատել երբեք։ Բայց մենք վերցնենք այն ուժերը, որ մտել են։ Կա 3 այնտեղ բան։ Չանվանենք դա դաշինքներ, անվանենք ընդհանուր թայֆայի ներկայացում։ Կա սերժական թայֆա, կա քոչարյանական թայֆա, ներառյալ Վարդան Ղուկասյանը, եւ կա Նիկոլ Փաշինյանի թայֆա, որը ներկայացված է ամենախոշոր խմբակցությամբ քաղաքացիական պայմանագրով։ Եվ հիմա իրենք իրենց մեջ ոնց կլինի, ինչ կլինի, որ փաստարկներ են բանանում, մարտում մի դավաճանիր, այնտեղ, հա, այն կողմից էլ ասում են, մարտում չթողես, որ քոչարյանականները կան, ինչ-որ sense բաներ են, բնականաբար ազդելու են նաև մարդկանց զգացմունքայինի վրա, փորձելու են, եւ այլն եւ այլն։ Փաստորեն ամենակարևոր խաղացողը եւ դա խորհրդարանական հանրապետությունում լինում է։ Ես դա հիմա օրինակ կբերեմ, իսկ Գյումրիի ընտրությունները դրանք մինի խորհրդարանական հանրապետության մոդելն է, չնայած դա պետություն չի։ Խորհրդարանական համակարգ, այսինքն խորհրդարանական մեծամասնությունը կազմում է կառավարություն։ Որ ինչ որ ոչ շատ մեծ ուժ դառնում է շատ կարևոր։ Օրինակի համար, չգիտեմ, Շվեդիայում օրինակ, սոցիալ-դեմոկրատները ստանում են 40 քանի տոկոս համասնական համակարգով, երբեք չէ, բայց մեծ մասամբ իրենք բացարձակ մեծամասնություն չէին ունենում։ Ում հաշվին էին կառավարում կոմունիստների։ Կոմունիստները դա մի 5% ստանում էին, ներկայացված էին 5-6%, չգիտեմ։ Եվ իրենք կառավարության մեջ չէին մտնում, արտաքին աջակցություն էին անում։ Բաստո մի փոքր ուժ կարողանում էր ճնշում գործադրել կառավարության վրա, որպեսզի իրենց ուզածը լինի եւ այլն։ Իսրայելում ցածր պատնեշը բերին է, որ այդ փոքր կրոնական կուսակցությունները, այն որ բանը շաբաթ օրը տնից կտրականապես դուրս չեն գալիս, որ մտնում են տեղամաս եւ եթե կին տեղամասի աշխատող անդամ են տեսնում հանձնաժողովի թքում են դուրս են գալիս, բան մորերանտ բան իսլամական սալաֆիների հայելին, հա, այդ հրյաները շատ մեծ նշանակություն են դարձել, որովհետեւ դարձել էին բալանս աչերի ու ձախերի միջև։ Հիմա մարտումն է այդ բալանսը դարձել օբյեկտիվորեն, որովհետեւ բոլորը ասել են Վարդան ընդդիմությունը, որ Վարդան Ղուկասյանն աջակցում է ինքը, ես ամենայն դեպս այս խոսալուց պահին չեր ասել, հիմա կարող է ասի։ Դա նույնպես խորհրդարանական հանրապետության կարևոր էլեմենտներից։ Հիմա հարց է ծագում, ինչի էր պետք տեղական ինքնակառավարումը սարքել խորհրդարանական։ Բացարձակապես խորհրդարանական։ Ինչի էր պետք բացարձակապես կուսակցականացնել։ Ինչի էր պետք բոլոր ընտրությունները անցկացնել փակ ցուցակներով, որոնք որոշվում են մի հոգի կաբինետում նստած, 2 հոգի, 3 հոգի նստած այդ ցուցակը կազմում են։ Հա, ու անպայման կանանց helցնում են, որ ամեն երրորդը լինի եւ այլն։ Ասենք, ինչի է այդպես ընտրական համակարգը, ով է որոշել։ Եվ այդ համակարգում, այո, ինչ որ մի խմբավորում կարող է ստանալ որոշիչ ձայն, չունենալով մեծամասնություն։ Մարտուն Գրիգորյանն է իր թիմը։ Եվ իր հետևում կանգնած Սերժ Սարգսյանը իհարկե։ Դե ինչքան ուզում եմ ասեմ, եկեք իրար բանականությունը չվիրավորենք։ Գյումրիում շատ լավ գիտեն, թե ում հետևում ով է կանգնած։ Սա
իրավիճակ է, որ քաղաքական համակարգն է ստեղծել, գյումրեցիները չեն ստեղծել, քաղաքական համակարգն է ստեղծել, բայց այստեղ կա նաև ուրիշ բան, բացարձակ մեծամասնությունը այն քաղաքական ուժերի, որ մտել են ավականի Գյումրու եւ իրենց ընտրողների բաստորեն եւ ընտրողները բացարձակ մեծամասնությունը հստակ ասել է, որ ԿՊ չի ուզում, ԿՊ չի ուզում։ Հիմա Երևանում նստած ինչ որ մի հատ բան, շատ խելացի բան մարդ ասում է դե իրենք ով են որ որոշեն որ ԿՊ-ն լինի թե չէ, պետք է մեկ է ԿՊ-ն լինի, իա, բարը ձեզ։ Այդ ոնց։ Այդ մարդիկ ԿՊ չեն ուզում, որ իրենց քաղաքապետը լինի ԿՊ 60 քանի տոկոս ընտրողների ասեմ ավելին ես գովալու եմ ԿՊ-ին ԿՊ-ն հանդես եկավ այդ ընտրություններում պետք չի իրանց ասել վայ ջախջախվեցիք հոյակապ իրենց հնարավորությունների առաստաղի կպած այստեղ գլխով ծակում են այդ առաստաղը այն ինչ որ իրենք արել են տարբեր ձևերով, ես չեմ էլ ուզում խորանալ թե ինչ ձևերով եւ ինչ ստացել են ահռելի արդյունք, այդպես բան ես չէի սպասում։ Դա մոտարապես 20-30% ոչ թե ընդհանուր ձայներից, այլ իրենց ձայների համեմատ ավել է, քան օրինակ նույնիսկ ես կարող էի հաշվարկել։ Սա ցույց է տալիս, որ աշխատել են շատ ինտենսիվ։ Ամբողջ Հայաստանի պետական ապարատն է օգնել, ամբողջ ԿՊ-ն է օգնել։ Այնքան է օգնել, որ Փարաքյարը բացի թող են արել ու պարտվել են ջախջախիչ։ Ոչ ոք Փարաքյարի մասին չի խոսում, Փարաքարի կներեք, Փարաքարի։ Սա էլ է բան։ Դրանց մեղադրել չի կարելի, ԿՊ-ն շատ լավ է հանդես եկել։ Այն ինչ որ իրենք ստացել են, նայեք, իրենց բացասական ռեյտինգ, այս կողմից դրական։ Եկի կպել են իրար։ Դրանից ավել իրենք չեն էլ կարող ստանալ։ Գյումրիում իրենց բացասական ռեյտինգը եկի կպել է իրենց դրական ռեյտինգին։ Այդ դա ֆենոմենալ համարյա 100%-անոց OGG-ով է հանդես եկել ԿՊ-ն։ Այստեղ իրենց ընտրությունը կազմակերպողներին որևէ բան չեմ կարող ասել։ Ցույց օբյեկտիվորեն լավ են աշխատել։ Բայց գյումրեցիների ճնշող մեծամասնությունը քայլիստ ղեկավար չի ուզում։ Եվ եթե տարատեսակ գոտկատեղից ներքև հնարքներով ԿՊ-ն վերահաստատվի եւ մնա ղեկավար, դա ընդամենը ցույց է տալու մարդկանց, որ Հայաստանում խաղաղ, օրինական ճանապարհով իշխանապողությունը անհնար է։ Երբ որ մարդիկ համոզվում են, որ խաղաղ օրինական ճանապարհով իշխանությունը չեն կարող փոխել, իսկ իշխանության ռեյտինգը ցածր է, դա բերելու է արյունահեղության ու բախման, հիշեք իմ խոսքերը։ Ժողովրդավարությունը նաև դրա համար են հնարել այդ պերիոդիկ ընտրությունները եւ այլն, որ շոկին, կատաղությունը, դժգոհությունը մարդկանցից դուրս գա, սա մեկ։ Եվ երկրորդը, որ կառավարությունը գոնե չունենա ճնշող մեծամասնության ատելությունը չվայելի։ Ժողովրդավարությունը դա ընդամենը հնարավորություն է, ես հիմքն եմ վերցնում, խաղաղ ճանապարհով, որպեսզի փոխել կառավարությունը, օրինական խաղաղ ճանապարհով, հաղթարելով այդ վստահության ճգնաժամը։ Եթե այդ վստահության ճգնաժամերը չեն հաղթահարվում, դա բերելու է բախումների։ Ում է դա ձեռնտու։ Նույնիսկ ամենազարգացած երկրներում ժողովրդավարական ինստիտուտները անդադ կատարելագործվում են, բարելավում են, արդիականացվում են, որտեղ կյանք առաջ է գնում եւ այլն։ Ուր մնաց Հայաստանի նման երկրում, որտեղ ժողովրդավարության մրցակցային ժողովրդավարության, հա, եվրոպական տիպի ժողովրդավարության փորձել չկա, երբեք չի եղել։ Մեր պատմության ընթացքում երբեք ոչ առաջին հանրապետություն կոմունիստների ժամանակ չեմ ասում, ոչ էլ էս ինչ որ եղավ պոստսովետական հայտարարությունում չի եղել։ Ու երբ որ ինչ որ մի կառավարություն է գալիս Հայաստանի իշխանության գլուխ դառնում, իրենք պարտավոր են դրանով զբաղվել։ Ու այնտեղ կան փաստարկներ, խայտարակ, մի փաստարկ, որ
ինչ եք ուզում իրենցից, ես դա լսել եմ անձամբ ինձ մի հոգի չի ասել, չէ որ իշխանությունը դա մարդու բնազդային մակարդակով բան եւ այլն բոլորը ուզում են, դա նորմալ է, դուք ինչու եք ուզում որ իրենք կամավոր իրենց դիրքերը թույլատնեն եւ նախապատրաստվեն ժողովրդավարական ճանապարհով ինչ որ մեկին հանձնել եւ այլն, դա բնազդային մակարդակով է, ես միշտ մի օրինակ ունեմ, որը կներեք եթե ինչ որ մեկի ականջին բան է թվում, բանն է, այդպես բռնաբարություն էլ կարելի է օրինականացնել։ Բնազդը բնական է, ձգտումը բնական է, ցանկությունը բնական է ու դրա իրականացումն է։ Բայց չէ մարդկությունը հասել նրան, որ այդ ոլորտը այդքան խիստ ցավանապակվում է, ասում է, սա կարելի է, սա չի կարելի, սրա համար գլուխը ջարդելու ենք։ Որովհետև եթե մարդուն թողես մենակ իր բնազդների վրա, մեր կյանքը ջունգլիների կվերածվի դժողքի։ Ու ասել թե մարդը ձգտում իշխանության վեցրել է չի ուզում տալ, կարելի է իրան դրան մեղադրել, այո կարելի է, ինքը անասուն չի, ինքը մարդ է, ինքը հոմո սապիենս է։ Եվ վերջիվերջո եթե դու եկել ես իշխանության գլուխ, դու պետության համար պատասխանատվություն կրես, ու մենակ բնազդով չի։ Սա մեկ անհասկանալի փաստ է։ Երկրորդը, որ ինչի պետք է ԿՊ-ն դրանով զբաղվեր։ Թող գնանք կուսակցություններ ստեղծեք եւ այլն, եկեք մասնակցեք, հաղթահարեք այդ օլիգարխիային, այդ կրիմինալ բանը, սաղ դուք ինքներդ եկեք մեզ հավասարվեք։ Կարծես իրենք այդպես են արել։ Լավ, մոռանանք իրենց։ Դուք նոր սահմանադրություն եք ուզում իբր ընդունեք։ Այն քաղաքական ուժը, որ ուզում է նոր սահմանադրություն ընդունի, ինքը իր վրա վերցնում է պետականաստեղծման պարտավորություններ։ Ինքը հիմնադրում է պետականության ինչ-որ մի ձև, տեսակ, փուլ։ Եթե դուք ձեր վրա այդպեսի մեծ պատասխանատվություն եք կրում, վերցնում, ուզում վերցնել, ուրեմն դուք պարտավոր եք նաև քաղաքական համակարգի կարգավորմանը հետևել։ Ոչ թե որ ձեզ ձեռնտու սարքեք, այլ որ են կայանա։ Եթե ոչ, եթե դուք այդքան չկաք, ուրեմն սուսուփուս, ինչպես ասում է, նստեք ձեր տեղերում։ Ինչ սահմանադրություն, ինչ իրական Հայաստան եւ այլն դուք ով եք։ Եթե որևէ պատասխանատվություն այս երկրի կայացման համար չեք ուզում ձեր վրա վերցնել։ Այս փաստարկն է զրոյական փաստարկ։ Հիմա ես չգիտեմ ով կընտրվի, ինչ կլինի։ Ես ընդհանրապես մի բան կարող եմ ասել։ Արդյունքը որքան էլ տհաճ է, բայց պատճառները լիովին հասկանալի են ու գյումրեցիներին չի կարելի գյումրեցիներին պարտադրել ունենալ ԿՊ-ական ղեկավար, իրենք չեն ուզում, իրենք չեն սիրում ԿՊ-ականներին։ Մեծ մասը զգալի մասը չի սիրում, նայեք ինչ ուժերի են քվյարկել, ով որ ամենահակա ԿՊ-ական քարոզն է վարել, ով որ նույնիսկ մեղմ չափավոր չափը չի անցել, չի մնացել է դուրսը, անցել են մենակ նրանք, ով որ ասել են, որ ասոնք թշնամի են, ասոնց ձենք չենք տալու, ուրեմն այդ ընտրողը նաև դրա համար է իրանց ընտրել, ուրեմն չի սիրում, չի ուզում։ Այդքան բան, համակերպվեք դրա հետ։ Իսկ ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանը, սա կանի, նա կանի, քրեական օրենսգիրքը անցավ պիտի նստի, վերջ։ Ուզում է ինքը լինի, ուզում է ես լինեմ, ուզում է կներեք դիտողները առավել ևս կառավարիչը։ Հետևեք որ ոչ թե գլխին սարքեք այն հիմար բաները, որ սաղի վրա անում եք, հետո բարձրում է դատարանը բանը արդարացնում է բան, չէ։ Եթե տեսնեք լուրջ ինչ-որ թեմա կա, լուրջ օրենքի խախտում կա, այսինքն դուք չտեսնեք։ Կա դատախազություն, քննչական, չգիտեմ, ոստիկանություն, դատարան, դա նորմալ է։ Դրանք պետք է գործեն բոլորի նկատմամբ։ Բոլորի, նաև ձեր նկատմամբ։ Սա ուրիշ հարց է։ Բայց ժողովրդավարությունը կասկածի տակ դնել Այնը գոյություն չունեցող է, նոր ձևավորվող հիվանդագին, ռախիտիկ, ես կասեի նորածնին սպանել, մենք ձեզ թույլ չենք տա։
հայ ժողովուրդը ձեզ թույլ չի տա, որովհետև ձեր նպատակը պարազիտի նման նստել մեր գլխին ու հավերժ կառավարելն է, չի ստացվելու։ Նախորդների մոտ էլ չի ստացվել, ձեր մոտ էլ չի ստացվելու։ Կներեք, որ մի քիչ էմոցիոնալ եմ, նախ երևի Գյումրին ինձ համար պարզապես քաղաք չի։ Եվ երկրորդը իսկապես բաներ, մեր մոտ բան է, ասում են, չէ, աթեիստ մինչև առաջին բանը, ասենք կատաստրոֆան, հա, ինքնաթիռը պետք է ինգնի բան, միանգամից սա հավատացյալ են դարձնում եւ այլն, կամ հավատացյալ մինչև որ գրպանին չի կպնում, կամ ինչ որ գայթակղություն չի հանդիպում եւ այլն, հիմա բան է, բոլորը դեմոկրատ են դարձել, բայց մինչև ընտրություններին պարտվել է, մինչև էս բոլորը դեմոկրատ են, սովորեք եւ պարտվել եւ հաղթել, եւ իմիջիալոց ողջունում եմ Եվրադաշինքի ղեկավարներին, որոնք շնորհավորել են բոլորին, ասել են էսը գյումրեցիների ընտրությունը։ Թող դաս քաղեն ոմանք։ Ճիշտ են արել։ Մարդիկ ստացել ինչքան ստացել են, ընդունել են արդյունքները։ Ամենայն դեպս ես ոչ Արամ Սարգսյանի, ոչ Արմանի բան չեմ տեսել, որ չեղարկե, էլի չէ, այդպեսի բան չեմ տեսել։ Գիտեք, ես քննադատավար եմ վերաբերում շատ բաների, բայց լավը պիտի լավ ասես։ Լավը պիտի լավ ասես։ Այսքանը։ Ու երբ որ մենք խոսում ենք, հա, ես մի բան էլ երեք սխալ է երևի անձնական խոսակցությունները այսպես պատմել, բայց Կարենի հետ մտահոգված գիշերը զանգվել ենք Սարգսյան Կարենի հետ, ինքը ասում է, «Էս ինչ է լինելու» եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես մի միտք արտահայտեցի, որ ուզում եմ այստեղ կրկնեմ, էլի։ Վարդան Ղուկասյանները եւ նմանատիպ արժեհամակարգը, գործելավոճը, որակները, դրանք Հայաստանի Հանրապետության գաղջ բարքերի եւ Գյումրիում դա նաեւ կարևոր գործում կա ռուսական բազայի ածանցյալներն են։ Ես կարող եմ պատմականորեն բացատրել, թե դա ոնց է, ինչպես է, դա էս 12-13 թվականից արդեն զգում էի եւ նկատում էի գնալով, թե որքան է ազդում այդ աուրան, ֆանտաստիկ կինոներում լինում է, չէ, ասենք կա ինչ-որ զոնա այսպես կոչված, որտեղ չգիտեմ ինչ անոմալիաներ են եւ ինքը ազդում է քաղաքի վրա։ Մեկ-մեկ պատից դուրս են գալիս տարբեր տեսակ պերմյակովներ եւ այլն, այդ մարդիկ ու դա ազդում է մարդկանց հոգեբանության վրա։ Երբ որ այդ բազան այդտեղից դուրս գա, չեմ ասում եթե երբ որ այդ բազան այդտեղից դուրս գա, շատ-շատերը, որոնց դուք այդպես իմ հետ հավասար չեք ընդունում, այն վերջի բետերի վրա նստած ու չեկած գնալու են Գյումրիից։ Եվ տարածքն են ազատելու, եւ մթնոլորտը, եւ շանս են տալու մարդկանց նոր ավելի գիտակցված լուսավոր կյանքի։ Դա լինելու է։ Ուրեմն ավելի լավ է մենք մտածենք թե ինչ անենք, որպեսզի դա լինի եւ ավելի արագ լինի, քան լինում է։ Այսքանը շնորհակալություն, կներեք, եթե մի քիչ էմոցիոնալ էր, շնորհակալություն աջակցության համար։ Մեծ հավանականությամբ մենք ավելի հաճախակի կսարքենք գոնե մեկ թողարկում շաբաթում ավել կսարքենք մեր թողարկումները, որտեղ ասելիքը շատ է լինելու, որքան գնալու ավելի շատ է լինելու։ Շնորհակալություն, հաջողություն։